Այսօր մենք կքննարկենք Բարսելոնա PSG Չեմպիոնների լիգա երկրորդ տուրը, գնացինք։ Բարսելոնան պարտվեց 2-1 հաշվով PSG-ին, իհարկե շատ ցավոտ խաղ էր, շատ դժվար խաղ էր։ PSG-ն այն թիմն է, ում դեմ դժվար է խաղալ ու նույնիսկ այդենց դժվար սաստավով, երկրորդական սաստավով նրանք կարողացան լավ խաղալ եւ ցույց տվեցին իսկական Պարիսկի սիլան, էլի sense ասած, իսկ Բարսան առանց Ռաֆինյա, առանց Ֆերմին, առանց Գավի, առանց Ժոա Գարսիա ոչ մի բան ցույց չտվեց մեծամասնությամբ։ Կսկսենք առաջին թայմից, որը ամենալավ մասն էր խաղի։ Խաղի առաջին 30 րոպեն մենք ուղղակի չենք թողում PSG-ն շնչեր, ասենք ոչ մի շարժում չենք թողում աներ PSG-ն, հենց առաջին րոպեին ՅԱՄԼ-ը շատ գեղեցիկ 3 հոգու անցնում է ու բորշում այսպես։ Բարսան առաջին թայմի 30 րոպեն ուղղակի չէր թողում, որ PSG-ն շնչեր, հարցակվողությունը հարցակվողության վրա։ Դե իհարկե PSG-ն ինչ-որ մի պահ կոնտրատակա էր անում, բայց չէր ստացվում PSG-ի մոտ լավ հարցակվել։ Դե բացի մի հատ Չիլոդոյ Մորովեկից, ով որ պրոստե սա խաղը Բարսայի համար պրոստե ահա որ իրար դեմ խաղալ է, դա Նունո Մենդեշն էր։ Պրոստե ես չգիտեմ ինքը մարդային вообще թե ինչ, պրոստե մարդը իրանց դաշտից մինչև մյուս մեր դաշտ վազում է հոգիկանի պես։ Ու պետք է երկու անգամ տես բան եղավ։ Առաջինի վաղ Դեյոնգը ֆոլ արեց ու Նունո Մենդեշը ընկավ, դեղին քարտ տվեցին Դեյոնգին։ Երկրորդ անգամ դա արդեն ավելի վատ ստացվեց։ Ոչ մեկ չկարողացավ կանգնեցնել Նունո Մենդեշին, գնաց պաս տվեց Մայոլուին, կամ չեմ հիշում ոնց է անունը, Մայոլուն անցնում է Կուբասին ու գոլ է խփում, Շենսնին պրոստը պրայմի մեջ է, իրան թվում էր որ պենալ են խփում, երևի շատ է ծխել։ Էդի PSG-ի առաջին գոլը, բայց մինչև դա եղել է մեր գոլը, որը ստեղծված ինչ-որ անհասկանալի ձևով Վիտինյան գնդակը կորցնում, Յամալն է խլում Վիտինյայից, տալիս է պաս Պեդրին, Պեդրին ձախ է տեղափոխում գնդակը Ռեշֆորդին ու Ռեշֆորդը լավ գալիվո պերիդաչայում դեպի Ֆերան Տորմուզ, ու Ֆերան Տորմուզն է Տորմուզավարի գոլ է խփում։